Տաթևի գավազան Սյուն, 9-րդ դար, Տաթևի վանական համալիր, Սյունիքի մարզ, հեռավորությունը Երևանից 253 կիլոմետր։ Տաթևի ճոպանուղին, որն ի դեպ համարվում է աշխարհում ամենաերկարը, 5752 մետր, Որոտանի գեղատեսիլ ձորի վրայով 12 րոպեում մեզ հասցնում է վանական համալիր։ Տասնյակ տարիներ ու հսկայական աշխատանք է պահանջել այս համալիրի կառուցումը։ 8-րդ դարից մինչև 18-19-րդ դարեր կառուցվել ու վերակառուցվել են գլխավոր Առաքելոց կամ Պողոս Պետրոս եկեղեցին, Սուրբ Աստվածածինն ու Գրիգոր Լուսավորիչը, Մատենադարանը, դպրոցը, սեղանատունը, հսկա պարիսպները։ 8-րդ դարում այն արդեն Սյունյաց եպիսկոպոսության կենտրոնն էր։ Սյունիքի թագավորության 48 վանքերից ամենագլխավորն ու քրիստոնեական եկեղեցու խոշորագույն ու ազդեցիկ կենտրոններից մեկը Հայաստանում։ Համալիրի ամենաառեղծվածային անբացատրելի կոթողը, սակայն, գավազանասյունն է։ Հայտնի է, որ Տաթևի հոյակերտ համալիրը պարբերաբար ավիրվել է կամ երկրաշարժերից, կամ թշնամիների ասպատակություններից։ Վերջին ամենաուժեղ երկրաշարժը այստեղ տեղի է ունեցել 1931 թվականին։ Վանքն ավիրվել է, քանդվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Տաճարի գմբեթը, Զանգակատունը, Սյունասրահը, կանգուն է մնացել միայն 9-րդ դարում կառուցված գավազան Սյունը։ Ստեփանոս Օրբելյանը վկայում է, որ Տաթևն ուներ դիտանոց։ Եթե կանգնենք այդ դիտանոցի կտուրին, կնկատենք, որ այն նայում է ուղիղ դեպի Սյունը։ Ենթադրություն կա, որ հենց Սյունն է եղել այն կայուն դիտակետը, որի միջոցով ուսումնասիրվել է աստղային երկինքը և հաշվել ժամանակը։ Տիրապետել են արդյոք Տաթևի վարդապետները աստղագիտական ու թաքնագիտական տվյալների, առայժմ ապացուցել դժվար է։ Դա հնարավոր կլիներ, եթե հայտնաբերվեին Տաթևի հռչակավոր գանձերը։ Մինչ այժմ ընդունված տեսակետն այն էր, որ 1170 թվականին Բաղաբերդը գրաված սելջուկները այրել են նաև Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10,000 ձեռագիր մատյանները։ Բերդը, սակայն, ուներ ստորգետնյա անցուղիներ ու ժայռափոր պահոցներ։ Բերդում հայտնաբերված այս գաղտնագիրը գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ մեծաթիվ գանձեր, այդ թվում և Տաթևի ձեռագրերը, անմատչելի են մնացել թշնամիներին։